Добрый вечер. Я хотел два слова сказать об Артуре Шахназаряне перед съемкой. Марин, ты знаешь, это, во-первых, очень близкий друг. Во-вторых, это человек, который умеет дружить. Настоящий армянин. Артур – это дитя Лори и Гориса. То есть это просто человек, который является ребенком инь-яня армянского. Абсолютно неутомимый исследователь, пробуривший деревни, искавший ребят, которые умеют петь по всей Армении, собиравший ансамбли, собиравший программы, изучавший хазы, комитасы, расшифровки и так далее, и так далее, и так далее. Невероятный знаток танца, фольклора. Очень мощный человек. Один из тех, кого я представляю себе, когда я говорю об армянах. Ну вот. Բարև ձեզ, մենք այսօր կզրուցենք կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շախնազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շախնազարյան։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք լավ եք։ Լավ։ Շատ ուրախ եմ ձեզ հետ զրուցելու հնարավորության համար։ Պարոն Շախնազարյան, մինչ մեր զրույցը սկսելը, ես կխնդրեմ, եթե դուք դեմ չեք, մի փոքր հատված 5 երգերից կարող եք երգել։ 5 երգերից։ Այո։ Դե 5 երգերից էպոսն է օրինակ։ Երգեմ, երբ Դավիթը ուզում է հոր զենքերը Ձենովոհանից, Ձենովոհանը զենքերը բերում տալիս է, հետո ափսոսում է, ասում ափսոս Քուրքիկ Ջալալին, ափսոս Թուրքեցակին, ափսոս Թանկ Սադաֆին, որ պիտի գնա Մսրամելիքի հետ կռվի, ինքը կորի, այդ զորքի մոտ ու այդ տրանք էլ ափսոս են, կորելու են գնան։ Ու Դավիթը զայրանում է, որ իրան չի ափսոսում, մոտենում է, որ թրով խփի հորողբորը, հորողբերը հենց տերնում զգում է, ասում է, ափսոս մեր Դավթին, ու ասում է, լավ է, այդ մի խոսք ասիր, թե չէ զարկելու է։ Խնդրեմ։ Ափսոս, հազար ափսոս, Քուրգիկ Ջալալին, ափսոս, հազար ափսոս, հազար ափսոս, Թուրքեցակին, հազար ափսոս, խաչ պատերազմին, գալիս է որ զարկի ասում է, ափսոս, հազար ափսոս, հազար ափսոս, գնաց Սասնատնեն Դավիթս կոտինը մհերի Կոտինը մհերի Հրաշալի է։ Պարոն Շախնազարյան, այսպիսի մի հարց, երբ հայը լսում է իր ժողովրդական երգը, առաջինը ի՞նչն է արթնանում, մտածել եք այդ մասին, հիշողությունը գենը, թե հոգին։ Թարապես ամեն հայի մեջ կա ներքին ձայն, երբ տալիս է իր հարազատը արթնանում է, նույնիսկ նրա մեջ, որ տեղյակ չի, քնած է իր մեջ, երեխաների մեջ էլ է դա նկատվում, երբ շփված չեն լինում եւ իր հարազատ տալիս ես մի անգամից մեջ ինչ որ անծանոթ մի հուշ, մի կարոտ, մի բան արտանում է, դա նկատել եմ հաստատ, որովհետև այդ ինչպես լեզուն, այդ ամեն ինչը դրված է, դա գիտությունն էլ է ապացուցել, գենետիկայի մեջ հազարամյակներով եկել է եւ դա իր մեջ կա, ուղղակի պետք է արթնացնել, այդպես կասեմ։ Իսկ Կոմիտասի հետ առաջին անգամ երբ դուք առնչվեցիք եւ ինչ տպավորություն էր ձեզ մոտ, ինչ զգացիք։ Ճիշտ ասած չեմ հիշում, երևի
չեմ կարողանում հիշել այդ ինչ որ հատուկ մի Ուսանողական տարիներ էր դեռ սովորում եք։ Ուսանողական։ Ես ուշ եմ երաժշտությամբ զբաղվել։ Երաժշտությամբ զբաղվել եմ 17 տարեկանում եւ 7 ամսում անցա այդ 7 տարվա կուրսը դպրոցի ու ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի ուսումնարան։ Այդ 7 ամսում ինձ հետ պարապեց կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը։ Այո։ Եվ առաջի ժողովածուն, որ ինձ նվիրեց, ես այդ տարիքին 16 տարեկան, 17 նոր էի սովորում, Սպիրիդոն Մելիքյանի Կոմիտասի աշակերտի գրառած ժողովրդական երգերն էին, երկու հատոր, ու հենց առաջի շփումը ժողովրդական երգի եղավ այդտեղ Սպիրիդոն Մելիքյան, հետո անցա արդեն Կոմիտասին։ Արդեն երբ Ռոմանոս Մելիքյան ընդունվեցի, դե այնտեղ խմբավարական բաժին ընդունվեցի, դիրիժորական, արդեն Կոմիտաս էին երգում, անցնում երգչախմբով ու այդպես։ Ինչպես եկաք դեպի երաժշտություն։ Նաև Երվանդ Երկանյանը ուղղորդեց Կոմիտասին, որովհետև ինքը այդ ժամանակ ինձ որ դաս էր տալի, հետո շտապում էր Կոմիտասի դիվան, այնտեղ իրան Կաթեանի հետ անում են Կոմիտասի ժողովածուի 6-րդ հատորը, պարերը, ժողովրդական պարերը, ու ինքը գալիս ինձ պատմում էր, ինչ են արել, ձեռագրերն ինչպես են, այդ որ ես արդեն 17 տարեկան էի, ինքը Կոմիտասի դիվանում ձեռագրերի հետ աշխատում էր։ Դասատուն հետո ինձ ասեց, նայ, ես քո դասատուն եմ, ուսուցիչն եմ, իմ ուսուցիչը եղել է Շամշյանը, Շամշյանի ուսուցիչը եղել է Կանաչյանը, Կանաչյանի ուսուցիչը եղել է Կոմիտասը։ Այնպես որ դու շղթայի օղակ ես, իմացի, Կոմիտասից եկող աշակերտների շղթայի օղակ ես, պիտի քեզ արդարացնես։ Հենց այնպես չեն հայտնվում, հա, երաժշտական այդ մթնոլորտում, ինչը մղեց, որ դուք որոշեցիք, որ պետք է ընդունվեք այդտեղ եւ շարունակեք, հա, այդ գծով կա ինչ որ պատմություն հետաքրքիր։ Երաժշտությամբ զբաղվես, այո։ Դե ես մինչև 17 տարեկան երաժշտությամբ չէի զբաղվում, գնացի նկարչական կուլտուրայի պալատում Կայարանի եւ ինձ ասում են նկարիչ կդառնամ, որտեղ ես առանց այդ էլ նկարում էի միշտ յուղաներկով, ջրաներկով եւ այնտեղ նաեւ երաժշտության դասեր էին անցկացնում, որտեղ դաս էր տալի հենց Երվանդ Երկանյան Կայարանի կուլտուրայի այդ պալատում, մշակույթի պալատում։ Ես էլ այդ ժամանակ սովորում էի Սարիթաղի 47-րդ դպրոցում, որովհետև ինձ հեռացրել էին 120 դպրոցից, երաժշտության դասատուին հարվածելու համար, բայց առաջին ինքնից հարվածել, նոտա չէի բերել, երաժշտությամբ չէի զբաղվում, բալանեղը խփեց գլխից։ Կին էր, ազգանունը չասեմ, ջահել աղջիկ էր, վերջ այդտեղից հեռացրին, իհարկե դրանից հետո ես նաև 6 դպրոց եմ փոխել, որովհետև ոչ միտեղ չէի գտնում ձեզ, յոլա չեմ գնացել, միշտ ինչ-որ կռիվ ա եղել, հեռացրել են, 47-ից հետո վերադարձել եմ նորից 120, հետո Կայարանի 64 երկարորյա, հետո 96 այդ դպրոցը, աբարանցիների դպրոց էին ասում, անդաստիրակների պրտե, այնտեղից հետո տեցել 9-րդ դասարան, տեցել 10-ը չավարտեցի ու հանկարծ զբաղվեցի երաժշտությամբ, որովհետև սիրեցի ավելի ճիշտ մի աղջկա, որ իմ կինն է այսօր 47 դպրոցում Սարիթաղում եւ ինքը ինձ ասեց, որ ես երաժշտությունից ինչ-որ բան չեմ հասկանում ու ես թողեցի ամեն ինչ, դպրոցներ թողեցի, պարապեցի 7 ամիս, Երվանդ Երկանյանն ասեց ինքը այնց ընդունակություններ ունի, որ էլ ոչ մի բանով չի կարելի 7 ամիս ու ընդունվեցի Ռոմանոս Մելիքյան, հետո գնացի իրանց տուն, ու լուստի սոնատը նվագեցի Բեթհովենի, դե պատկերացրեք ոնց կապշի մարդ, որ հյուրագանի Ես դարձա երաժիշտ, հետո մեր ճակատագրերը տարբեր դասավորվեցինք, ամուսնացավ, ես ամուսնացա, հետո էլի մեր ճակատագրերը խառնվեց, ես բաժանվել էի, ինքն էլ էր բաժանվեց, հետո 21 տարի հետո հանդիպեցինք, ամուսնացանք մի խոսքով։ Այդպես դարձել եմ երաժիշտ։ Այսպիսի մի հարց Ցավոք սրտի այսօր շատերը ասում են, եթե Կոմիտասը ապրեր այս օրերին, նա կրկին կլռեր, ինչ է կարծում, Կոմիտասը ինչ կզգար, երբ լիներ այսօր Հայաստանում, ինչպիսի զգացմունքներ կունենար նա։
Դե նա աշխատող մարդ էր, ինչ որ զգացմունքի բան չէր, ինքը կշարունակեր իր գործը, երեխաներին կդասավանդներ, դպրոցներում ծրագրեր կաներ, երգչախմբերին խորհուրդ կտար ստեղծագործեր, նույն ինչ որ արել է, այդ պիտի աներ, որովհետև ինչ որ տեսակետ ունենալ, ինչ որ բան անել, դա ինչ է, պետքա գործ անել։ Ինքը գործի մարդ էր։ Գործ կաներ, չէր լռի։ Դե ինքը ինչի, օրինակ կոնկրետ ինչին չէր լռի։ Այն ամենին, ինչ որ այսօր կատարվում է թեկուզ մեր մշակույթի, ոլորտում, գիտեք, մշակույթի ոլորտում չի կարող ասել, շատերը, որ ինչ ճաշում են, նույնիսկ նեղանում են, երբ որ փաստեր եմ ասում, զարմանում են։ Տեսեք, մշակույթը այսօր մեր ժողովրդական խմբերին մեզ որ տեղ չունեինք, երկու շենք են հատկացրել, մի հատ 3 հարկանի, մի հատ էլ այստեղ 3 հարկանի։ Ինձ կանչել ասել են, որ պարոն Շանազարյան, ինչա պետք, որ մեր մշակույթը ամբողջ փոխվի եւ մեր հին, նույնիսկ նախաքրիստոնեական ամբողջ մշակույթը մեր ժողովրդին փոխանցվի։ Ես իրանց ծրագիր եմ ներկայացրել, նախարարություն, իրանք ասել են շատ լավ, ձեզ ինչա պետք ու ինչ ասել եմ արել են։ Այստեղ տնօրինությունը Դանիել Դանելյանը մշակույթի չի եղել մի բան, որ ես ասեմ, չարվի։ Այսինքն տեսեք, էպոսը հովանավորում են, որ բեմադրեն, ասենք հաստիկ եմ ուզում նվագողի, որ իսկ պետքա այսինչ նվագողները 10 օր չի տևում ուղարկում են, ասենք ասում են, ահա հաստիկ ուղարկեցինք ժողովրդական էս, հետո ասում եմ, սա պետք 10 օր հետո դա են ուղարկում, 10 օրից ավել չի տևում, ուղարկում են, որ այսօր հաստիկը գիտեք ինչ բան է, նվագողներով ապահովում են, հետո ասում են, երբ որ կգա արդեն ռեժիսորան, դա էլ ուրեմն կանենք, ամեն ինչ, մենք փորձերը անում ենք, նվագարաններ, նաև ծրագրերը, երբ որ պարերը եւ այլն ինչա պետք, մեր հին պարերը ցուցակ են կազմում, մեր հին պարերի, այսօր մեծ բան կա, մեծ պարերի հսկա հավաքածու կա, հայերը ունեն մոտ 500 շուշպար, որ աշխարհում ոչ մի ազգ այդքան թվով ոչ թե դրանից 10 անգամ կամ 20 անգամ պակասել չունի։ Չինացիք մոտ 14 շուշպար ունեն, մոտ 12 շուշպար ունեն շվեյցարացիները, մի 20 շուշպար ունեն կատալոնացիները, եւ շատ հատուկենտ ազգեր գտնեք, որ ինչ որ 20-ից անցնի կամ գիտեք շատերը շփոթում են, ես մի անգամ էլ ասել, ինձ ասեցին, ահա, այս ինչ ազգեր է, անուն չտամ, շուշպար ունեն, տեսել ենք պարոնում են, դա շուշպար չի։ Երբ որ ձեռքի բռնում քայլում են կամ ուղակի թռվռում, դա շուշպար չի։ Շուշպար ասելով ես հասկանում եմ համակարգված պարը, համակարգ, որը համակարգ է։ Օրինակ մենք պար ունենք, կոչվում է 12 ոտ, դա նշանակում է, որ 12 անգամ փոխվում է այդ շարժումը, հասկանում եք, հա? Դա ոնց որ գետնի վրա նկարի բան, գորգ կամ զարդեր։ Դա բարդ բան է շուշպարը։ Մենք ունենք հեթանոսական շուշպարներ, որոնք մեր տաճարի ժամանակից, երբ հեթանոսական, ուրարտական կամ հին տաճարներ են ունեցել, այնտեղից հասել են մինչև մեր օրերը։ Իսկ մենք ունենք այդ գիտելիքի կրողները այսօր։ Եվ այդ ամբողջ շուշպարերի մեծ հավաքածու այսօր Պարվեստի միություն ունենք։ Մենք ես անդամ եմ, Կարեն Գևորգյանը նախագահն է, մենք ունենք այսօր 300 խումբ։ Մեր Պարվեստի միությունը 300 խումբ ունի այսօր։ Բարի երեխաները, որ պարում են։ Մենք օրինակ անցած տարի Կարեն Գևորգյանը կազմակերպեց Պարոնյան թատրոնում, մենք միայն ժամը 11-ից մինչև երեկոյան 10-ը կարողացանք 50 խումբ ներկայացնել Պարոնյանում, վերջում մրցանակներ։ Մենք մեր հրազդանի խումբը, որ Արսենն է ղեկավարում, 500 աշակերտ ունի Արսենը, 500 պարող, պատկերացնում եք, եւ գանք մեր պարերին։ Ուրեմն մենք այս տարի ուզում ենք հրատարակել մեր այդ ամբողջ արխիվը մեր մոտ է, մեր Կարեն Գևորգյանի մոտ է 500 պար նկարահանած հարյուրավոր պարեր գյուղերից եւ այդ բոլորի նկարագրությունները եւ ինչ որ արել է նաեւ մեր մոտ է իհարկե ունենք եւ Արեստակեսյանի, Վարամ Արեստակեսյանի 30-ականներին, որ դառնում էր իր ամբողջ հավաքածը, Սրբույլ Լիսյանի հավաքածը, Սրբույլ Լիսյանի 2 հատորը արդեն հայերեն թարգմանվեց, Կարեն Գևորգյանը թարգմաններ տվեց, որովհետեւ ռուսերեն էին դրանք հրատարակվել, առաջի հատորը հրատարակվեց հայերեն, մյուս հատորը երևի մյուս ամիս կհրատարակվի, բայց մենք հիմա պատրաստում ենք Քոչարի 100 տարբերակ, որ հայերեն
երգերը ունեն, ես երաժշտությունն եմ անում, եղանակները, Կարեն Գևորգյանը բարի մի սիստեմա ստեղծել, որտեղ կոնկրետ բառը նկարագրվում է եւ այդ բառը հնարավոր է ապարել եւ մյուս տարի կհրատարակենք Վասպուրականի 101 բառը եւ հետո ադամանդը, այսինքն այդ բոլոր բառերից 100 բառի ադամանդ։ Դա անելու են Կոմիտասի օրինակով, որովհետեւ Կոմիտասը հազարավոր այդ երգեր գրառելով ընտրեց 100 երգ, ասեց, որ 250 եւ այս 100 երգը մեր ադամանդն է, պետք է ընտրեր, որովհետև օտարին ոչես կարող հարյուրավոր երգեր ներկայացնես, որպեսզի կարծիք կազմեն, ինքը 100 երգ ընտրեց եւ դրա միայն բառերն էր հրատարակել, որովհետև գումար չտվեցին այն ժամանակ, որ նոտաներով հրատարակի, տարիներ առաջ, մի 8 տարի առաջ Արթուր Ջանիբեկյանը հովանավորեց, ես կազմեցի եղանակներով այդ Կոմիտասի ընտրած 100 երգը, որը կոչվում էր 1001 խաղ եւ հրատարակվեց, որ կարող են ամեն մարդ տեսնել այսօր դրված ինտերնետում, ուրեմն երբ որ գրեն armenianmusic.am, Այո։ կբերի ձայնադարանը եւ գրադարան։ Գրադարանում այդ գիրքը դրված է։ Իսկ ձայնադարանը armenianmusic.am-ի 500 երգ մեր արևմտյան եւ արևելյան Հայաստանի բոլոր երգերի հիմնական ձևերը ձայնագրել ենք Արթուր Ջանիբեկյանի հովանավորությամբ եւ դրել ինտերնետում այդ 500 երգը բացվում են 500 նկարով, որովհետև 500 նկարիչի 500 նկար է պատվիրել նկարիչներին, ամեն երկ իր թեմայով։ Եթե օրորոցային է, նկարած է այնտեղ մայրը օրորում է երեխային։ Եվ կա երգի նոտան եւ բացատրությունը երգի հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Մի խոսքով այդպիսի բան մենակ հայ ժողովուրդն արել, ոչ մի ազգ չունի իր երգերը դրված համացանցում, այդպես լավաշ են ասում, լավաշի ձևով, կանք պարին։ Մենք ուզում ենք այդ 100 երգի Կոմիտասի արած պարը անել։ Ադամանդը 100 պարի եւ երևի մյուս տարի արդեն այդ գրքերը կհրատարակվեն։ Եվ այսպեսի մի հարց, օրինակ տարիների ընթացքում դուք ունեցել եք կամ պահպանել եք ձեր մեջ մի շատ մեծ գաղափար, որը մինչ այսօր չի իրականացվել։ Գիտեք, նախ մի հատ ուզում եմ հիշեմ, մենք ինչի եկանք պարին, ինչից ենք խոսում, ինչ բացվեց, հանգարց պարը հիշեցինք, չեմ կարողանում հիշել, որտեվ դա ինչ-որ շարունակություններ, լավ, հետո կհիշենք։ Կհիշենք, այո։ Կոմիտասը ուներ մի մեծ գաղափար, Կոմիտասը ոչ թե հարցը երաժշտությունն էր, ինքը քանի որ հայ ժողովուրդը պահպանել էր իր հազարամյակների մշակույթը երաժշտության լեզվով, Կոմիտասը գտնում էր, որ կարծում էր, որ երաժշտության միջոցով կարելի է մեր ամբողջ ժողովրդին վերադարձնել իր ինքնությանը, իր ամենահին արմատներին, հազարամյակների, որովհետև տեսեք հարցը ինչ է, ասենք Եգիպտոսի հին մշակույթը 5000-ամյա պահպանվել է իրանց գրականությամբ եւ ճարտարապետությամբ, բուրգերը, արձանները տեսել եք այդ բոլոր, հա, ֆրեսկաները, շումերական քաղաքակրթությունը Գիլգամեշ էպոսով, Էնմեքարի էպոսով, զիկուրատներով, այսինքն իրանց ճարտարապետությամբ, հետիթների գրականությունն է պահպանվել, հիմներ եւ այլն, հին քաղաքակրթությունների հույներն էլ, գիտեք, մեր թվարկությունից առաջ ճարտարապետությունը եւ գրականությունը, Հոմերոսը, այդ փիլիսոփայությունը ամբողջ պահպանել են, չէ՞։ Այո։ Բայց դրանց այդ բոլորի երաժշտությունը հին կորած է։ Երաժշտությունը չկա։ Մեր մոտ շատ կորուստներ են ունեցել ճարտարապետությունը, տաճարներ են քանդվել եւ այլն չկան, եւ գուցե նախաքրիստոնեական գրականությունը, տեսեք 5-րդ դարում Վագնի ծնունդից մի պատառիկ է բերում, էպոսներ են պատմել, միայն Սասնածռեր էպոսն է պահպանվել հներից, չէ՞։ Բայց երաժշտության լեզվով մենք պահել ենք այդ մեր հին մշակույթը, մենք էլ երաժշտության լեզվով հազարամյակների։ Կոմիտասը ընդգրկում արևմտյան եւ արևելյան Հայաստանի այդ ամբողջ տարածքը իր երգերով, որը անում է մոտ 300,000 քառակուսի կիլոմետր պատմական տարածքը, 10 անգամ ավել այսօրվա Հայաստանից եւ ժամանակի հատվածով ամենահինն է բոլորից, այսինքն մի 6000 կամ ավելի տարի առաջվա այդպես ամպլիտուդա ունի այդ մշակույթը, այդ երգերը, ինքը ասում է
մեր երկերի մի շարք ինքը բերում այնքան հին են, երբ հայ ժողովուրդը ծնունդ առել։ Այն ժամանակից այդ ելևէջները հասել են մեզ։ Մեր ոչ մի մշակույթի տեսակ այդ հնությունը, այդ ամբողջ բանը չի բերում, ոնց որ երկի ժայռապատկերներն են պահպանված երաժշտության եւ բարեղանակների լեզվով։ Եվ ինքը մտածում էր, որ կարա փոխի հայ ժողովրդին վերադարձնի իր ինքնությանը, արմատներին, իր բառերով ասած, որ թոթափի իր այդ հագուստը այսօրվա եւ հոգում ակնի հին ատրուշանի կամ այդներին Իսկ ինչպես միամիտ բան, հա, միամիտ որոշում, որ հայ ժողովրդին կարելի է փոխել, հա։ Իսկ օրինակ Եվրոպայում Մոցարտ են լսում, որպեսզի ինքնամաքրվեն, հա, տարբեր հիվանդությունների նաև ապացուցված է, որ բուժում են ստանում Մոցարտ լսելիս, ինչ է կարծում, մենք կարող ենք Կոմիտաս լսելով բուժել մեր հոգիները այսօր։ Դե ձեր հարցին առաջինը պատասխան, որ ասիկ ավելի մեծ գաղափար։ Այո։ Ուրեմն այդ ամենամեծ գաղափարը այդ առաքելությունն էր, ոչ թե ինչ որ երաժշտության մասին էր խոսքը, այլ մեծ առաքելություն էր երաժշտության միջոցով ազգին փոխելու իր ինքնությանը տեսակին, իր տեսակին վերադարձնելու, հա։ Այո։ Շատերը մտածում են, որ շատ միամիտ բան ունեցե ծրագիր, որովհետև հայ ժողովրդին ով որ ուզենա փոխի, կարող է պատի դեմ առնի, մենակ իր գլուխը ջարդի։ Ինչու՞։ Որովհետև իր ժամանակ ամիրաները վճարում էին տիրացուներին, որ պատարակը մողամով երգեն։ Փող էին տալի, ասում են մենք մողամ ենք ուզում լսենք, ոչ թե պատարակ։ Եվ տիրացուն մողամով էր երգում, եւ Կոմիտասը բերում է այդ նոտաները, որ պատարակի վրա գրածատերվողի վրա չարգա, դուր է գալի իրանց ու Կոմիտաս չգիտի ինչի, որոշեց փոխի այդ բոլորը, բայց տեսեք այսօր նորից ռապիսի մեջ են թաղված։ Այսինքն ինչքան փոխում ես, իրանք էլի վերադառնում են այդ բանին։ Ամեն ինչ արվում է, իհարկե երեխաներ կա, նոր սերունդ կա, որ նախաձախնդիր են դպրոցներում Կոմիտաս են երգում շատ դպրոցներում, մանկական, ժողովրդական երգեր եւ ինքնություն եւ պարը մտելա չէ, արդեն հարակրթական դպրոց, որ մեր պարերը պարեն, որպես դաս է մտել։ Հա, այսպեսի մի ծրագիր, նույն ծրագիրը իմ համար մեծ գաղափար դա է, մեր ժողովրդին վերադարձնել իր ինքնությունը եւ դրա համար Ես ասենք ղեկավարում եմ որոշ դպրոցների ցանց, Մղթար Սեբաստացի կրթօջախում, բոլոր երեխաները երգում են մեր հին երգերը, պարում են պարերը, ամեն տարի հունիսի 1-ին 2000 երեխա հավաքվում է, նոր 10 երգ Կոմիտասից երգելու, ես ղեկավարում եմ, իրանք երգում են ամեն տարի, բերում ենք ուսուցիչներ, Մղթար Սեբաստացի կրթօջախ տասնյակ ուսուցիչներ, սովորացնում ենք այդ երգերը, տալիս են երգարն ուղարկում գյուղերը, որ այնտեղ տարածեն համացանցից օգտվում են մանկապարտեզում այդ օրորոցայինների տակ են քնում երեխաները մեր ժամանակ որ փոքր ենք ասում են մեռյալ ժամ չգիտեմ ինչ է տրավմը դες բանը հա եւ ամեն ինչ անում ենք քարոզում ենք անում ենք ինքներս ակունքով քարոզում ենք համերգներ ենք տալիս ժողովուրդը գալիս է պարում է դասախոսություններով ես իմ տարածում եմ նույն նպատակը ունենք։ Պարոն Շախնազարյան, ես գիտեմ, որ դուք ժամանակին շրջել եք տարբեր գյուղերով, հավաքել եք այդ երգերը, պարերը։ Ես կխնդրեմ, որպեսզի դուք տարբերությունը այսօրվա եւ այն օրերի, ինչպիսին էին այն ժամանակվա մարդիկ նույն գյուղերում, ինչպիսին էր մտածելակերպը, փոխանցում էին այդ երգերը միմյանց, հիմա ինչպես է։ Հիմա եղել եք վերջի շրջանում եղել եք գյուղերում։ Մի փոքր եկեք Կոմիտասը իր ժամանակ գրառեց բացառիկ երգեր, որ հետո չէին կարա գտնեին գրառեին դրանք։ Ընդ որում, եթե Կոմիտասը չլիներ, մենք ունենայինք էլի, ասենք, երաժշտություն էլի կար, որ աշխարհի ոչ մի ժողովրդի չէր զիջի այդ երգերը։ Մենք այսօր ակադեմիայում 30,000 նմուշ ունենք, գյուղերից հավաքած։ Սանրել են, հայերը բան չեն թողել, որ չհավաքեն։ 10,000 նմուշ կա կոնսերվատորիայում։ Ուսանողներին էին ուղարկում գյուղեր, իրանք էին գնում, ակա 30-ական թվականներին Կոմիտասի Սանիկ Արամ Քոչարյանը կազմակերպում էր արշավներ, գնում էին ձայնագրում, նոտագրում, փրկում են եղածը։ Կոմիտասի ժամանակ իր աշակերտները, Կոմիտասի աշակերտը Միրան Թումաճյանը միայն 5 հատոր
ժողովրդական երգեր ունի, որ կոտորածից հետո ովքեր գաղթել են արտասահման, այդ բոլորից հավաքելա, բոլոր շրջանները, այնտեղ Գյուրին կա, Մալաթիա կա, Գյուրին կա, Անթափ կա, Վան կա, Ալաշկերտ կա, Սասուն կա, Մուշ կա, բոլոր այդ շրջանները գրառվել են հազարներով, բայց այն երգերը, որ Քթավ Կոմիտասը նաև են բարձրունքը, այդ հին ամենայն մաքուրը, այն նախնական, ոնց որ այն ամենայն արմատը, հա, դրանք այնպիսի որակի են, որ աշխարհում ոչ մի ժողովրդի երգ չի կարող կանգնել դրանց կողքին, ոչ թե նրա համար, որ չունեն, մյուս ժողովուրդներն էլ ունեն բարձր երգեր, Կոմիտաս չեն ունեցել, որ դա քտնի, փրկի դրանք, Հնդկաստանը օվկիանոս է, չէ, ֆոլկլորի, 1.5 միլիարդ մարդ գյուղերով երգող, բայց իրանք 50 երգ չեն կարող բերեն, որ այդ երգերի կողքին կանգնի։ Եթե դնեք ցանկացած մասնագետ միայն նոտաների տեսքին նայի, կընկնի այդ մյուսները կողքից կընկնեն, այսօր էլ կարող է գնան գտնեն, այսօր էլ որ գնա, բայց չեն ունեցել։ Ոչ մի արժ չունեցավ։ Միայն Բարտոկը Կոդայի հետ հավաքեցին մոտ 20,000 երգ Հունգարիայում։ Այդ 20,000 երգի մեջ մի երգ չկա, որ այդ երգերի կողքին կանգնի։ Չի կարող։ Ես մեկ-մեկ ասում եմ, բա կարելի է այդպիսի բան ասել։ Վարո Շահնազարյան, ժողովուրդների չկա բան։ Ասում եմ, բերեք ցույց տվեք, չեք կարող ցույց տաք։ Մասնագետների էլ եմ ասել, որ դասախոս դրսում, ասում եմ, սպասում եմ, այստեղ եմ 20 օր։ Մի հատ բերեք նոտայով չեն կարողացել բերել, չտամ երկրների անունները։ Իրանք էլ են տեսել, երբ որ գնացել են, փնտրել են, ձեռին տվել եմ այդ երգերը, որ համեմատեն բերեն, տեսել են, որ չեն կարող բերեն, որ կողքը չի կանգնում, ոչ մի երգ դրանց կողքին։ Դրանք եւ Սպենդիարյանը երբ եկավ Հայաստան զարմաց, ասեց, այս ժողովուրդն է երգել այս երգերը, ասենք Կանչե կռունկը, Գարունան, Չինարեսը, Քելերցոլը, ասին, հա, ժողովրդից է գրառեկոմ, ասեց հնարավոր չի, ինչ տարեք գյուղերը։ Իրան տարան գյուղերը չգտավ, որտեվ ժողովուրդը որ կանչեն ասեն կոմպոստուրա եկեք երգեք, այդ երգերը չեն երգ, այդ երգերը ոնց որ օվկիանոսում մի քանի տեսակ այդ ձկից 3 հատ լինի, մեկը բռնես։ Դա հազվագյուտ բան է, եւ ինքը դա չի ասել երգեք գրառել, ինքը թաքուն լսել է, թաքուն կարող է իր մոտ չերքեին էլ։ Եվ Սպենդիարյանը եկավ ասեց ռուսախոս էր, էլի, ասեց Կոմիտաս великий мистикатор։ Միստիկա, միստիկա է ասում, հնարավոր չի այդպիսի բան։ Եվ ինչի դա ասեցի, որ այդ երգերը մեր ոնց որ ասած գեներն են, մեր կոդերն են, մեր արյան բջիջներն են ու մենք դա որպես երգ չպիտի նայենք, որ մեզ Աստված շնորհելա բախտ ենք ունեցել ունենալու մեր էության օրինակները։ Դրան դա կշեռ կա, չափելու կշեռ կա։ Մի բան, որ ուզում ես իմանաս ինչքանով է հայկական, այդ երգը պիտի երգես, դա դնես կողքին, այդ ճարտարապետությունը կամ բանը։ Եթե դրա կողքին համընկավ դիմացավ այդքան, մենք արդեն ունենք չափիչ ունեցանք։ Մենք ունեցանք չափելու գործիք, կշիռ, մեզ չափելու։ Դրանով արդեն չափում ես ամեն ինչ։ Այդ դնում ես, ասում ես սրա մոտ է, ուրեմն դա հայկական է։ Սրանից հեռու է, ուրեմն հայկական չի։ Ցանկացած բան։ Իսկ այդ շրջայցների ժամանակ, օրինակ, կհիշեք, իր ժամանակ կային, հետո քիչ կային։ Հետո որ գաղթեցին նաև այնտեղ այդ սերունդը չկա այլևս, որոնք շատ երգող էին։ Օրինակ Վանի շրջաններ երգող, Սասունցի շրջանը, Մուշի շրջանը, Ապարանը շատ երգող շրջան է, ասենք Սիսիանը երգող շրջան չի, թող չնեղանան, Սիսիանցիները սիրո երգ չունեն, հետո որովհետև դա գաղտնիք էր, չէինք հասկանում ինչու, մինչև Երվանդ Լալայանը բանը չբացատրեցին ազգագրագետները, ասում են սիրո երգ չունեն, որովհետև 9 տարեկանից աղջկան մարդու են տվել, որ տանետուն այդ աղջիկը չի հասցրել մեծանա, որ սիրահարվի սիրո երգ լինի, պատճառը շատ դժվար գտան, եւ այդ սերունդը չկա այսօր, որ երգում էր, մահացել են, նրանք երգում էին, բայց նրանց ծանրեցին ժողովրդական խոսքով ասած, զայնագրեցին բոլորին եւ այդ բոլորը պահպանված կա, բայց այսօր չեն երգում, հետո հոգեբանական հարցեր կա,
ժողովուրդը մեր հազարամյակներով պահել էր իր երգը, իր պարը, իր մշակույթը, հազարամյակների։ Գարեգին Սրբազյանց 1840-ականից արդեն գրում էր, որ ես գյուղերում շրջում եմ, հրաշք է, մեր ժողովուրդը ինչ է պահել։ Մինչև այդ չգիտեին ինչ է պահել ժողովուրդը։ Գարեգին Սրբազյանցը հայտնաբերեց, որ այդ երգերը բանը ունեն ամեն ինչ, էպոսն էլ գրառեց ինքը։ Հա, բայց երբ որ ժողովուրդը տեսավ, որ իր հարստությունը փրկեցին, գրառեցին դրին դարակներում, ինքը հանգստացավ, ասեց որ խնդիր չունեմ պահելու, ամեն ինչ փրկված է։ Իսկ այն ժամանակ մի հատ բարի շարժում, եթե մեկը հանգարց փոխեր, խախտեր, նրան կարող է համայնքից հեռացնեին։ Այդպես խիստ էր դրված։ Դա սրբություն էր համարվում։ Իսկ կարող է հիշեք այդ շրջայցներից որևէ հետաքրքիր պատմություն, որ հիշում եք մինչ օրս, երբ որ շրջում եք գյուղերից։ Օրինակ մեծ մարզրայում երգ էի գրառում, այնտեղ մշեցիներ էին նաև հին գաղթած եւ ինձ ասեցին, որ ամենալավը երգեր գիտի մի հատ հովիվ մեծ տարիքի, ասում են գառների հետ սարում է գնա, իրանք ձայնագրես, բայց չի երգում, ասի իմ ձեռից չի պրծնի, ես իր նմաններին եմ երկացրել։ Գնացի, ասես չեմ երգի երգ։ Ասի, ախր չես երգում, հետո բողոքում եք, մեր պատմությունը սենց ա եղել, նենց հիմա դու չես երգում, որ կորի գնա երգը, չփոխանցվի նոր սերնդին։ Բա որ դուք հայրենիքից կտրվել եք, այսքան եկել եք, փոխանակես երգը փոխանցես, որ հիշեն, հայրենիք բան չեմ երգի, ասեց։ Ինչքան համոզեցի չէ։ Վերջում տեսավ ճար չկա, պետք է բացատրություն տա, շուռ եկավ ինձ նայեց, ասեց, տղա, ասեց, երգրի երգ չեմ երգի, երգեմ աչքերիցս կթափի, բա տղամարդու աչքերից արցունք կգա, շուռ եկավ ու նեղացած գնաց, ասի, հլա տես, այս մարդու հավատարմությունը մի երգի հանդեպ, էլի, ինչ սրբություն է, այսպես մարդիկ էին, դրանք շատ զարմանալի մարդիկ էին, մարդու մի տեսակ էին, որ Աստված չանի կորի, մարդու տեսակ էին, որ նայում էր, ասում էր, մարդը ոնց է լինում, մի հատ իմանանք, բայց սենց մարդ էլ է լինում, կարծես մտքովդ մի անգամից ասում էր, որ դրախտի մարդն է, հին մարդը սենց է եղել, ու սրանք ապրում են, որ չկորի մարդու տեսակը, որ կարա մեծ ծերունին 90 տարեկան մանուկի պես լինի, բայց նաև տղամարդու պես աշկեր արունով լցված, այդ բեղերը սրած, խոսալը ուղիղ, նայելը ուղիղ, ամեն ինչ ուղիղ, ոչ մի խորամանկություն, ոչ մի փոքրοκություն, ոչ մի սենց բաներ, որ այսօր աշխարհում եւ վաղուց խճողված է մարդկանց մեջ, սենց ինչ որ մի բան են ասում, պարզվում է մի բան է նշանակում, հետո պարզվում է այդ մի բանը նշանակում, լրիվ ուրիշ բան է նշանակում, դի ուրիշ բան հասկանաս։ Եթե մարդը ասում է այգում 3 հատ պոպոկի ծառ ունեմ, պիտի կասկածես, իմանաս, դա ունի թե չունի։ Այդ մարդիկ լրիվ ուրիշ տեսակի մարդիկ էին, հիմա չկան, ոչ մեկը չկա նրանցից։ Այդ մեր սերունդը տեսավ ցավում եմ, որ նոր սերունդը չի տեսել այդ մարդկանց, էլի։ Իսկ այդ պեղումների ընթացքում կա երգ, որը հիշում եք դուք։ Այո, իհարկե, հարյուրավոր երգեր են երգել, հարյուրավոր երգեր։ Պարոն Շախնազարյան, օրինակ ձեր մոտ լինում են տարբեր հոգեվիճակներ, այդ հոգեվիճակների ընթացքում դուք ում եք հաճախակի հիշում, Կոմիտասին հիշում եք, կան երգեր, որ անընդհատ ձեր գլխում են Կոմիտասի։ Գիտեք, իմ համար անկեղծ ասեմ, Զորավար Անդրանիկը, Կոմիտասը, Նժդեհը, Մաշտոցը, Թումանյանը, Միսակ Մեծարենցը, Խաչատուր Աբովյանը, դեռ երիտասարդ տարիներից իմ համար իրանք մահացած չեն եղել երբեք։ Ես միշտ իրանք զգացել եմ կենթանի ու կողքի ու միշտ կարդացել եմ իրանք մասին, իրանք հետ եմ եղել, երազում տեսել եմ, եկել են։ Զրուցել եք։ Այո։ Ինչ հարցեր եք տվել։ Անդրանիկի շատ է տենում երազում։ Հարցեր տալիս եք։ Չէ, Կոմիտասին եմ տեսի հարց տվել, մի անգամ իմ երազին եկավ, խազերով է զբաղվում վերցանելու, ասեց այս լադը տենց չի, այս բանը տենց չի, այս նոտան սենց պիտի լինի ու պիտի բացատրեր, արթնացա։ Ցույց տվեց, ուզում եմ հիշեմ այդ գրածը, որ ցույց տվեց ինչնա կորած բան, այդպես լինում է,
բայց ինձ համար իրանք միշտ կենթանի են եղել եւ ես միշտ մեր մտավորականներին ասել եմ իմ ընկերներին, ասել եմ գիտեք ձեզ ոնց պահեք։ Ձեզ պահեք այնց ոնց որ չկա այսօր Կոմիտասը, չկա Խաչատուր Աբովյանը, չկա Անդրանիկը, դուք եք իրանց փոխարեն։ Ասում ոնց իրանք տենց մեծ, ասում եմ տենց մի նայի։ Դու նայի որ դու իր փոխարեն ես, իր աչքը քեզ է նայում, հիմա իր հույսը քո վրա է։ Դու ինչ որ անում ես, իր աչքը քեզ է նայում, իր փոխարեն ինչ ինքը կաներ դու արա։ Արա, իրանց հետ եղի, մի մտածի երբեք չկան ու այսօր տենց է։ Իրանք միշտ մեր հետ են եւ մեր սերունդի հետ պիտի լինեն, մեր երեխաների հետ, որովհետեւ դրանք ոչ թե մարդ են ինչ որ բան, դա մեր ազգի գենն է, մեր ինքնությունն է, մեր տեսակ մենք ենք, նույն մեր արյունն է։ 6000 տարի կամ ավել այս ժողովուրդը ամուսնացել է իրար մեջ աղջիկ են տվել առել, մի ընտանիք է դարձել։ Դա իսկապես բյուրականում հաշվարկ էին արել, կարծեմ Վիկտոր Ամբարձումյանն էր ազդարել, որ հաշվեն այսքան տարվա մեջ հենց մաթեմատիկորեն իրար ինչ են գալի, գնացի ասել են բոլոր իրար օրոքբոր տղա, օրոքբոր աղջիկ, մորքուրի, մի ընտանիք են։ Մենք բոլորս մի ընտանիք ենք։ Կա տեղ Արամ Խաչատրյանի ու բոլորի հարազատ զավակներն ենք։ Արամ Խաչատրյանը ասեցի մեր Արարատն է։ Մենք այսօր առանց իր ոնց կարելի է ապրել։ Դու գիտեք հարևան ժողովուրդների անուններ չտամ, կերազեին Արամ Խաչատրյան ունենային, ոչ մեկ չունի։ Սովետական 15 հարաբերություններից, բացի Ռուսաստանից Պրոկոֆիև, Շոստակովիչ, որևէ հարաբերություն այդ մեծության կոմպոզիտոր չունի։ Ավելին, ամբողջ արևելքը չունի։ 1.5 միլիարդանոց Չինաստանը չունի այդ մեծության կոմպոզիտոր։ Դա էլ միտեղ ասեցի ժողովեր, էլի նեղացան, մի քանի հոգի բարձացան, դուք վիրավորում եք բան, ոնց կարա չլինի, ասեցի անուն ազգանուն։ Եթե դուք այդ մեծության կոմպոզիտոր ունեք, անուն ազգանունը չգիտեք, անուն ազգանուն չկա, լռություն, ասում եմ անուն ազգանուն, լավ այսօր Google կա, համացանց կա, գրեք, այս ինչ մեծ կոմպոզիտորներ կվե, Ճապոնիան չունի, Հնդկաստանը չունի, եւ պատճառաբանություն չունեն, ման են գալի թե ինչի չունեն չեն հասկանում, որովհետեւ եթե կոնսերվատորիա ունեն, իրանք լավ կոնսերվատորիա ունեն, աշխարհի կատարողներն էլ իրանց դա, գիտես, ջութակահար, տաշտակ։ Եթե ժողովրդական երաժշտություն է, ինչի վրա Արամ Խաչատրյանը հիմնվել է, իրանք էլ ունեն, մեծ ժողովրդական երաժշտություն ունեն, նվագարաններ ունեն, ասում են Արամ Խաչատրյանը այնպես է սիմֆոնիկ օրկեստրը գործիքավորել, որ հայկական նվագարանների ինտոնացիաներ են անցում, թառի բան է, ինքը ունիկալ է։ Իրանք էլ ունեն, հարյուրավոր գործիքներ ունեն։ Այդ ոնց է որ Արամ Խաչատրյան չունեն, ամբողջ 800 միլիոնանոց արաբական աշխարհը, 80 միլիոնանոց Պարսկաստանը, որտեղ ինքը արևելքի երաժշտություն է դա։ Արամ Խաչատրյանով առաջի անգամ արևելքը ներխուժեց եվրոպական դպրոց։ Եվրոպայում չէր մտել արևելքի երաժշտություն, իրանք փորձում էին անել, ոնց որ Ռիմսկի-Կորսակովը Շահրազադե բան գրեց, բայց դա ոնց որ տուրիստն էին, էլի արևելքում, տուրիստը գնացել է արևելք, բայց սա մեջից էր, սա որ եկավ, ասի սա ինչ է, մարդիկ առաջի հարցը դա էր, թե սա ինչ է, որտեվ հարցը չի ինչ էր, ասում են սա ինչ է, ասում են սա պար է, ոնց պար, հա կրակոտ պար է, լեռնցիների կրակ, սա ինչ է, սա նազանք է, արևելքը սենց նազում է, արևելքի բույսերի նման, դա մի հատ ուրիշ բան էր, որ մտավ ամբողջ արևելք Արամ Խաչատրյանը եւ սկսվեց, որ ոնց թե հայը ու նախանց գրեցին, փորձեցին ամեն ինչ անել, դեմը չկարողացան առնել։ Գրել են հոդվածներ, բամբասանքներ, որ դա մի երաժշտություն չի, բաբա միջև այսօր աշխատում են, հատուկ խմբեր կան։ Հայկական Վիկիպեդիայում այնպիսի բաներ են կարացել մցրել, դուք պատկերացրեք Արամ Խաչատրյանը էջ ունի հայկական Վիկիպեդիայում, միակ էջը, որ Արամ Խաչատրյան։ Կարացել են ներխուժեն այդտեղ Եվ այնպիսի բաներ ա գրած, որ ասեմ չեք հավատա, վերջերս ես հոդված գրեցի եւ պահանջեցի ստուգել ու գտնել ով ա մցրել։ Որ նա միջա կոմպոզիտոր ա, բանից ցածր, այնտեղ հնչում են կեղծնչյուններ, որ էս ինչ ասել ա, որ հա դա առանձնապես մի բան, չես բաներ ա գրած։ Արամ Խաչատրյան Վիկիպեդիա պատկերացնում եք։ Հա։ Սա խայտարակություն ա։ Եվ ոչ մի բան չկարացան, նա ճղեց աշխարհը ու անցավ, ու ամբողջ աշխարհը կատարում է։ Եվ տենց էլ չհասկացան, այդ ոնց եղավ, որ ինչի 3 միլիոնանոց հայ ժողովուրդը, որ Չինաստանի մի գյուղի չափ է, այստեղ տվեց այդպիսի մեծ կոմպոզիտոր, չհասկացան, շատ պարզ է պատճառը, շատ պարզ։
որովհետև Կոմիտասը ստեղծեց յուրօրինակ ազգային կոմպոզիտորական դպրոց, առանձին, տարբեր եվրոպականից։ Միայն ինքը դա արեց, ուրիշ ոչ ոք չարեց, ուրիշ ազգ չունեցավ առանձին կոմպոզիտորական դպրոց։ Նա այդ դպրոցը հիմնեց տեսականորեն, թվերով գրած է, դա ոչ թե ինչ-որ մենակ գործերով տեսություն հիմնեց, հատուկ տեսություն, որտեղ տոնիկան դո մաժորի, դոն չի, մեջտեղում է գլխավոր ձայնը, տենց հաշվարկած հարմոնիայի նոր սիստեմ, եւ դրա համար էլ Արամ Խաչատրյան եկավ։ Բայց մենք առանց Արամ Խաչատրյան ո՞նց ենք ապրում, պետքա նոր սերունդ, եթե դա լիներ Խարևան ազգերից մեկին, շակերտավոր ասած տերոր էին արել։ Այսօր համաձայն են մեզ հողեր վերադարձնեն, կհամաձայնվեր մեզ, չեմ անուն տալի բարձա, կվերադարձնեն Արամ Խաչատրյանի դիմաց, միայն ունենային Արամ Խաչատրյանը, իրանք դրանով ազգ կդառնային, միանգամից կդառնային ժողովուրդ ու ազգ, որ ազգ չեն առանձնապես, այ մենք էդ ունենք։ Ցավոք սրտի, երբ որ ես պատրաստվում էի մեր զրույցին, ես դիտեցի ձեր հաղորդումներից մեկը, որտեղ դուք ասում եք, որ մենք արդեն այսօր կարողանում ենք ապրել առանց Արամ Խաչատրյանի։ Ցավոք սրտի, մեզ անընդհատ ամեն օր ներշնչում են, որ մենք շատ հպարտացանք, մենք այսօր ուղղակի ֆեյք ազգ ենք, չակերտավոր, ինչպես պայքարել ես փափուկ ուժի դեմ, որը փորձում է աղավաղել եւ մեր ինքնավստահությունը գողանում է։ Դա միշտ եղել է, ասեցի, չէ, ամիրաները ֆինանսավորում են, տենց անեն, միշտ է եղել դա։ Սերունդն է նոր։ Մեր հիմնական գործը մեր նոր սերունդն է։ Մանկապարտեզ, դպրոց։ Օրինակ, ես մայր եմ, ես չեմ հիմնվում միայն մանկապարտեզի եւ դպրոցի, պատկերացնենք, որ չունեմ գիտելիքներ, ինչից ես պետք է սկսեմ, օրորոցային, ինչպես կարող եմ։ Առաջի դասը օրորոցայինն է երեխայի շփվելու։ Ձեր երեխաներին ինչ օրորոցային եք դուք երգել։ Հիմա ես ձայնագրել եմ, դրել եմ համացանցում օրորոցայինները, Armenian Music Academy-ում, բերում է ժանրերով, այնտեղ կա օրորոցայիններ։ Միացնում են եւ երեխաները դրա տակ քնում են։ Կոմիտասի օրորոցայինն էլ կա ակնաօրորը, որ ձայնագրել են։ Որ խնդրեմ, կարող եք աղվորես չունիս խալատ երթամով բերիմ բեխալատ երթամ լուսնկամ բերիմ լուսուն ասխերը բեխալատ օրոր ասում է աղվոր ես թերություն չունես ակնաբարբառով խալաթը թերություն է ասում է ինչ բերեմ քեզ անթերի բեխալատ նշանակում է անթերի ասում է աստղերը բերեմ լուսնկամ բերեմ անթերի հետո ասում է մենակ մի խալաթ ունես մի թերություն քուն չունես արթուն կուկենաս օրորոցային հետո պարոն Շախնազարյան օրորոցային դե մենք բոլոր տարիքի երգեր ունենք Երեխայի առաջի երգը որ տալիս են օրորոցայինն է, հետո որ երեխան մի քիչ մեծանում է, միջև այսօր տեսել եք թռցնում են ու ասում են տաշի կարա, դա առաջի բարի դասն է։ Թռցնում են երգում են ուստիկ ու գազ հուշիկ, հուշիկ, ոտը մտել վարդի փուշիկ, շատ խորոտ ես պակ տանուշիկ, հարայիմ անուշ աղջիկս, հարայիմ թարլան աղջիկս, հարայիմ պուպուշ աղջիկս, հայայիմ սիրուն աղջիկ, դուլ դուլը դուլը դուդուլը դուլ դուլը 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 դուդուլը դուլ երեխան էլ գլուխը տանում արբերում չի մանում ոնց բայ չէ, հետո այդ նույն երգը կա որ Մեր իրա կոմը գովում է, որ կոմը բան անում, ասենք ասում է, այ թռի իմ բալա, ծափի կարա իմ բալա, աղա վեզիր քերիքդ, խանում խաթուն մորքուրդ, գողա վազակ չանթա չարող հորքուրդ։
Ձեր արմատները Լոռիից Լոռի են։ եւ Գորիս։ Մայրը, Քարաշեն։ ահա, մայրը ձեր Գորիսի Քարաշեն գյուղից։ Իմ մայրը Քարանձավում ա ծնվել։ Ահա։ Մեր տունը եղել է Քարանձավ, Քարաշենում Քարանձավներ են, պապիկես տունը։ Ես Քարանձավից դուրս եկած վերջի սերունդն եմ, որտեվ իրանք հազարամյակներով ընդեղ են ապրել, իմ պապին, իմ տատիկը, Սաթենիկ տատին բերել է 21 երեխա, 16 աղջիկ 5 տղա, դրանք բոլորը համարյա Քարանձավաբնակ, դենց եւ բնավորությամբ էլ տենց էին, երևում էր, որ Քարանձավից են դուրս եկել։ Իսկ հայրս Լոռի Վահագնի գյուղից։ Վահագնին էլ 5 գյուղ է, Վահագն Աստծո անունով, հեթանոսական, եւ նույնիսկ սովետական միության շրջանում մեր գյուղում կանգնացրեցին Վահագն Աստվածության արձանը վիշապին խեղդելուց, որովհետեւ մեր գյուղացի էր Անտոն Քոչինյանը, երկրի ղեկավարն էր, եւ իր օրոք այդ արձանը հենց գյուղամեջում դրեցին, որ մինչեւ այսօր կա։ Իսկ Սաթենիկ տատուց կան հիշողություններ։ Հա, ոչ կան։ Սաթենիկ տատին մեր համար տատի չէր, Աստվածուհի էր։ Դե պաշտում էինք, ոչ թե սիրում, պաշտամունք էր եւ ձեռները համբուրում էինք, ինքը բոլորի սիրում էր, պահում էր, թորներով տանում թողնում էին իր մոտ, գետնին էին, չէ, տեղաշորը գցում են ժամանակ։ Ես հիշում եմ, որ այնքան երեխա կար, որ ճաշի եփում էր, տենում էր չերեկի, տանում էր կրանտի տակ պահում, ջուրը լցնում վրան, որ ավելանա, երի բոլորին կերակրի։ Հետո որ ինքը մահացավ տատիկս, դա էլ մի հատ այն հեթանոսական թաղման նման էր։ Տունը ավիրեցին, տան ամանեղենը ջարդեցին երեխեքը, կայքը շուռ տվեցին, ես հիշում եմ իմ մերը գոռալով գետնի լինոնումը պոկեց։ Երբ որ տատին մահացավ, ցավի արտահայտում էր։ Հա, կորցրել են իրանց, էլի ավերեցին տունը։ Ջարդեցին, հիշում եմ, ամանեղեն շուռ տվին գոռալով, մերը սենց մտավներ տեսա, որ մերը մահացել էր, լինոնումը հիշում եմ գնաց ենցերը, ասին էսի չանում մարոն լուրում, կռացավ լինոնումը բռնեց ու գոռալով ամբողջ լինոնումը պոկեց։ Իմ տատին մահացել էր այսպես, ուրեմն սուս-փուս գնացել էր, իմացել էր, նստել էր բասկաթոռին ու գտել են սև շորը քաշել էր գլխին, սև շորը գնաց է հանել էր պարանից բերել, որ երբեք չէր գցում այդ սև շալը, քաշել էր երեսին, որ չերևա երեսու ու տեսել են այս շորով ծածկված մահացած։ Հետո որ արդեն թաղեցին, երեխային տանում են գլուխներիցս բռնում էին, վզից հիշում եմ, կռացնում են, ասում են պաչի, տատի գերեզմանը ամփորի, բոլորի հետ ամփորում ենք, պաշտամունք էր։ Իսկ ձեր արդեն հետո տեղափոխվեցիք, Երևան։ Հա, Երևան ծնվել եմ այնտեղ, Երևանում արդեն սովորել ենք, բայց ամառները անցկացրել եմ իմ գյուղում, հայրենի գյուղում, երեխաների հետ, մեր սարերում, մեր լեռներում, մեր անտառներում, եւ դա էլ մի մեծ դպրոց է։ Ես միշտ որ նայում եմ երեխաները մեծանում են այդ բարձրահարկ շենքերում, միշտ հիշում եմ իմ մանկությունը, ասում եմ, ախր մեղքեն է երեխեքը այս բանի մեջ, քառակուսի բետոնի մեջ, էլի։ Մենք ամեն օր գնում ենք գետը լողանալու, իջնում ենք զորագետ, ոտով, գնում ենք թռչուն բռնելու, ինչ անելու, մոշ հավաքելու, խաղալու, դե չքնաղ է, մեր գյուղը չքնաղ գյուղ է, եթե մի օր լինեք, դենակ շատ գեղեցիկ է։ Պարոն Շախնազարյան, դուք այսօր գնում եք հարսանիքներ։ Այո։ Այնտեղ ուղակի դիմանում եք։ Ուղակի ճար չկա, բարեկամա պիտի դիմանամ, բայց եղել է բարեկամի հարազատի հարսանիքից կես ժամ հետո թողեցի ու գնացի։ Ասի չնեղանաք, ես չեմ կարա։ Որովհետև տեղ երկեցին Յանի դաստուկնե արմյանկա, մի հատ այլանդակ երկա ռաբիս։ Ասեսի չեք անում։ Հետո ինչ-որ մոդա էր ընկել, չէ, մեկը գիտեք, պորտապար են մեկը բերում, չէ, հարսանիքներին, իբր մեկը նվեր է անում, գալիս է պորտապար պարողը։ Գնացել եմ,
Բայց եղել եմ նաև շատ լավ հարսանիքների, որ հայկական նվագով, տարազով, ծեսով, օրինակ Նարեկ Հարթունյանը, որ ամուսնացավ, հենց այդպիսի հարսանիք էր, Նարեկացի կենտրոնը, որ ստեղծել է եւ մեծ մշակութային գործեր արել, իմ գրքերն էլ հրատարակել, Շարական Խազագրյալը, Կոմիտասը եւ Հարսանյաց ծեսը եւ էլի շատ բաներ Նարեկն է արել, գիտեք, նա մոտ 2000 միջոցառում արել նա։ Այ իր հարսանիքը հայկական հարս է, այդպես հարսանիքներ էլ են։ Այ իրեն հարսանիքի ընթացքում ուրախացան։ Այո, հայկական երգերով, հարսանյաց երգերով, ես էլ հարսանյաց երգ երգեցի։ Ինչ հայկական երգեր էին հնչում այդտեղ։ Չեմ հիշում, բայց հայկական, մաքուր հայկական երգեր են։ Ես էլ հարսանյաց երգեր երգեցի, էլի հարսանյաց։ Մենք ունենք հարսանիքի 400 երգ։ 7 օր են արել հարսանիքը եւ ունենք 400 երգ։ Կոմիտասը գրառել է հարսանիքի 114 երգ։ Այդ գիրքը ես որ հրատարակեցի, այդ գրքում Կոմիտասի 114 երգն են, նաև այնտեղ CD կա, լազերային սկավառակ այդ 114 երգը ձայնագրած, նաև այդ գրքում նկարագրել եմ 7 օրվա հարսանյաց ծեսը հայերի եւ նաև մի երկու էջով տվել եմ, որ այսօր հարսանիք անեն, ինչ անեն, որ մի օրվա մեջ որ անում են, ոնց անեն, որ ազգային բաները օգտագործեն, դա նաև գրեցի այդ այսպես կոչված այդ թամադաների համար, որ իրանք էլ սովորեն կամ կազմակերպեն մի քիչ հայկական լինի, էլի։ Եվ մեր հարսանյաց ծեսը շատ հին ծես է, շատ հին, այնտեղ թաքուին համարում է թաքուի հարսը եւ լուսին, Այո։ Փեսային ասում են թաքավոր եւ արև, եւ երգերում այդպես էլ կոչվում է։ Այդ 7 օրը, 7 օրից ամեն օրը նվիրված է մի լուսատուի եւ դրա խորհրդանիշներն են անում, առաջ օրը լուսնի օրն է, երկրորդ օրը երևակի օրն է, հետո փայլածուի օրն է, հետո լուսընթագի, մեր լուսընթագը Յուպիտերն է, լուսընթագի օրն է, երևի չգիտեն, հա, փայլածուն Մերկուրին է, երևակը Սատուրնն է, ուրեմն հետո լուսընթագի օրն է, հետո աստղիկի օրն է, Վեներան, հետո հրատի օրն է, Մարսն է դա, հրատ մոլորակը եւ արևի օրը, 7-րդ օրը, ասենք արևի օրը արդեն բարձրանում են կտուրը եւ երգում են վահե երգը կանչում են արևին, որ ծագի, որովհետեւ արևի օրն է վերջ օրը։ Երգում են Կարո Չալիկյանն է երգը գրառել։ Բարի լուսոդեմ կայներես, կանաչ կարմիր կապերես, կանաչ կարմիր կապերես, Աստվածես պախի պարզիրես, քո թագվորին բարով այելես, ահե, վահե, 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 արևին վահե էին ասում, Լաշկ։ այսպես։ Պարոն Շահնազարյան, եթե այսօր գան ձեզ հետ խորհրդակցեն, հարցնեն, թե որ երգով այսօր Հայաստանը կարելի է ներկայացնել միջազգային ասպարեզում, որ երգ կընտրեիք։ Դժվար կընտրեմ, շատ երգեր կան։ Օրինակ, ամենաառաջինը ինչ որ գալիս է։ Լոռու Բութաներգը, Կոմիտասի գրառած, Վարդաբլուր գյուղի ոճով, ինքը դրա մասին գիտական նաև աշխատություն ունի։ Ինչու հենց այդ երգը։ Դե կարելի է ուրիշ երգ։ Այդ երգը իր մեջ շատ բան է, էլի արտահայտում, ոնց որ հողի երգը լինի, ոնց մարդու երգ չլինի, ոնց որ հողի երգ ունենա հայերեն հողը։ Մարտիրոսարյանը դա գլխի ընկավ, որ Կոմիտասին ասես լսում եմ, հասկացա, որ Կոմիտասը ինչ որ արել է, այդ ասում եք, դա դեռ քիչ կլիներ։ Նրա ամենամեծ գործերն է, որ ապացուցեց, որ սարերը երգ ունեն, հողը երգ ունի, բացի մարդուց։ Եվ մտածել եք երբեք ով է հայը, այսօր, երեկ, վաղը։ Գիտեք, այդ հարցը ամեն հայի մեջ տարօրինակ բան կա, մեր երեխաների մեջ, բանի մեջ, շատ ազգերի մեջ չեմ տեսել կամ տեսել եմ ոչ այդ քանակով։
Մեր բոլորի մեջ բացատրություն չունի դա, ես չունեմ դրա բացատրությունը, բոլորը հետաքրքրում են ով են իրանք, իրանց արմատները որտեղ են, քանի հազար տարի են, 3000 տարի առաջ ինչ ա եղել, 4000 տարի առաջ ոնց են եղել, երեխեքն են հետաքրքրվում, 10 տարեկանը, ծերունին, երիտասարդը, միշտ նայել եմ, ասում եմ հետաքրքիր է, մարդիկ ինչ են հետաքրքրվում, որտեղ կարող է մի հատ ուրիշ ազգի ներկայացուցիչ այսօր իրան ասի ախպեր, ինչ ես ընկել դրա հետևից, քո համար ապրի էլի։ Գնա քո համար ապրի, ինչ ես ընկել անացած, ով եմ եղել, որտեղ եմ եղել, ինչ եմ եղել, մի անգամ ես ծնվել, ապրի գնա, բայց այդ բանը կա, չես կարող անես։ Բոլորի մեջ կա, այդ հարցը, որ ինձ տալիս եք, դուք էլ եք հետաքրքրվել, ես էլ եմ հարցրել, ով է, ամեն տեղ, ամեն ինչում հետաքրքրվել ենք, ով ենք մենք։ Այդ հարցը հատկապես հայերին հետաքրքրում էր 1800-ական թվականներին, միջև այդ այդպես չի հետաքրքրել, ուրեմն միջև այդ, որ նայեք մեր գրականության մեջ, եկեղեցական գրականության մեջ, այդպես չկա ով ենք մենք, այնտեղ չկա, ասենք Մշեցի, Վանեցի, Ալաշկերտցի, Ակնցի, Բութանյացի, Էրզրումցի, Արցախցի, Լոռեցի, Շիրակցի, չկա այդ բանը գրականության մեջ չեք գտնի։ Միայն 1800-ականներից հետո Խաչատուր Աբովյանը եւ Գարեգին Սրվանտյանցը այդ հարցը բարձրացրին, որ եկեք իմանանք ով ենք մենք, չգիտենք ով ենք մենք։ Թումանյանը նույնիսկ իր ժամանակ ասում է մենք ով ենք հոդված ունի, ասում է մեզ հանում են մեկ էլ աշխարհին գագաթը են սարի գագաթը ծերը որ դուք 12 ամենամեծ բաների են ամենամեծ գագաթ մեկ էլ իջացնում ասում են դուք ոչ մի բան եք այս ազգին որտե ճանաչենք ասում է մի հատ հասկանանք արդյոք Սասունի լեռներում, արդյոք էպոսի մեջ, արդյոք շինականի հովն ընկավ, լույս ընկավ, այս ընկավ այդ երգի մեջ, արդյոք ասում այո, այդ ամեն տեղ պիտի մեզ ճանաչեն։ Եվ Գարեգին Սրվանտյանցը իրան եկեղեցին ֆինանսավորեց, ասեց մի հատ գնա գյուղերով շրջարի պատմի, ժողովրդնով ընդհանրապես։ Մենք մեզ մի հատ կարգին չգիտենք, այնտեղ Ղևոն Դալիշյանն էլ այնտեղ հերվից է ուսումնասիրում։ Եվ նա գնաց շրջեց արդեն ամբողջ գյուղերով, ամիսներով, տարածքներով, 3 հատոր գիրք գրեց, ասեց այս ժողովուրդը տարօրինակ պահել է իր հարսանիքի ծեսը, երգում է հարյուրավոր երգեր, պարում է պարեր, կերակուրի տեսակներ ունի, որ չեք լսել, աշխատանքային ձևեր ունի հողը մշակելու, որ չգիտեք, բառեր ունի, որոնք չկան մեր բառարաններում, ինքը ունի այդ բառերը, աշխատանքային գործիքից սկսած, վերջացրած բարբառների բառեր, վերջապես ասեց տեղյակ, եք այս ժողովուրդը մի հատ էպոս է պատմում, ասին չէ, Սասնա ծռեր էպոս է կոչվում, ասում է, պատմում է սերունդներով, որ Ծովինարը ծնեց, Սանասար, Բաղդասար, միջև փոքր մեր, փակվել բան, այս ամբողջը հայտնաբերեց ինքը, եւ ինքը գրեց մի բան, որ եկեղեցին տպեց, դա, որ ոչ մի ազգի եկեղեցի դա չէր տպի, որովհետեւ եթե դա հրատարակ էր որևէ եկեղեցի կամ կաթոլիկ կամ բան, հերետիկոս կհամարեին, որովհետեւ չի կարելի այդպիսի բան տպել, բայց մեր եկեղեցին այդ բառերը հրատարակեց, հիմա ես կասեմ այդ բառերը։ Ինքը Գարեգին Սրվանտյանցը գրում է եւ դա տպեցին։ Ասում է երբ շրջեցի հասա ծովք լիճ, դա Խարբերդի լիճն է ծովքը, ալ չհամբերեցի ասում է։ Վազեցի առաջ, թռվեցի գետին, քարերը լիզեցի, հողը կերա, արցունքներս խառնեցի այդ հողին, արջուզեցի աչքերս երկինք բարձրացնել, երկնային արքայությունից մեծ փառք էի գտել հայրենի հողը։ Այդ բառերը ամբողջ հեղափոխություն առաջացրին հայերի մեջ։ Եկեղեցու համար ամենամեծ փառքը դա երկնային արքայությունն է կրոնի մեջ, դա հերետիկոսության պես բան էր։ Եվ գիտեք, Խրիմյան հայրիկը իր հետ է ինչ է աշխատում, Խրիմյան հայրիկն էլ հետ չմնաց։ Նա կաթողիկոս լինելով հանդերձ նա հրատարակեց գիրք, Պապիկ եւ Թորնիկ, որտեղ գրեց մարդիկ չեն կարդացել, նույնիսկ չեն հավատում, որ եկեղեցու պսակը հայի համար դա վերիք չի։ Ինչ արժանքում եկեղեցով ամուսնացնել։ Պետքա Պապիկը ամուսնացած զույգերին տանի դաշտ, ձեռքը դնի մաճին ու ասի, ես երկուսիդ ամուսնացնում եմ հողի հետ։ Սա է ձեր պսակը։ Պապիկը իր բառերով, Պապիկը ասի, հիմա եկեք
եկեղեցին ձեզ փսակեց, լավ արեց։ Հիմա եկեք տեսեք ես ձեզ ոնց եմ փսակում։ Իմ փսակը։ Ձեռը դրես մաճին, ահա պապիկի փսակը, ամուսնացնում եմ ձեզ հողի հետ։ Սա էլ չթողեք ձեր հողը։ Սա է ձեր ամենամեծ սրբությունը։ Բա սկսվեց հայրենապաշտությունը, սկսեցին հայերը ճանաչել իրանց։ Հետո իրանք սկսեցին հետարքրվել, թե իրանք ինչքան հին են, ավելի հնում ոնց էր, էպոսը ոնց էր, պեղումներ եղան, ուրարտական մշակույթը հայտնաբերվեց, սկսեցին հասկանալ, որ ուրեմն այդտեղ հին մշակույթ կա, այդ պեղումներից նյութեր, որ մենք էս ենք նոր, բայց երբ որ Կոմիտասը եկավ, այդ երգերը բերեց, իրանք ասին վերջ, մենք մեզ գտանք, մեր ծնունդից սկսած, երբ մենք ծնունդ է առել հայ ժողովուրդը, այսպիսին է եղել, մինչև Միշնադար և հետո, արդեն ամբողջացավ, և դա Կոմիտասը գտավ, երբ երեխա էր, իրան 10 տարեկան բերեցին Էջմիածին, ինքը սովորեց հայերեն, մի քանի տարի անցավ, դարձավ պատանի, էլ ոչ մի բան չգիտեր, ինքը կանգնեց Արարատի առաջ ու ասեց, միջև էդ չէին իմանում, որ նա հայ երգը խառնում էին, ինքը կանգնեց այդ երեխան Արարատի առաջ, ասեց, սա է մեր երգը, սա է, սա չի, սա է, սա հին է, հազարամյակների, սա Միշնադարյան է, սա նոր է, սա է, սա չի, սա է, առանց բանի, լրիվ ասեց ու նոտագրեց այդ բոլորը, արդեն ինքը որ 20 տարեկան էր, արդեն ինքը մեծ կոմի, արդեն ինքը փրկել էր հայ երգը, ինքը արդեն որ գնաց Բեռլին սորել ու այդ երգերը կային, հետը տարավ, արդեն ամբողջը փրկել էր, և պատահական չի, ինքը Գողթան գուսարների շառավիղներ, իր ծնողները Նախիջևանի Գողթան գավառից էին, Ցաղնա գյուղից, և բոլորը եղել էին այդ հին երգիչները, որ պատմել են իր պապերը այդ էպոսները, բանը, և նույն տեղից էր Արամ Խաչատրյանը, նույն իր ծնողները, երկուսներ ոչ մի բան պատահական չի լինում, էլի։ Եվ վերջում մի քանի կարճ հարց ունեմ ձեզ, կարող եք կարճ պատասխանել, եթե դեմ չեք, ձեր սիրելի հայ գրողը։ Միսակ Մեծարենց և Դանիել Վարուժան։ Չի նշանակում, որ Թումանյանը իմ համար ես լոռեցի եմ, պատկերացնում եք ինչա։ Ես որպես երաժիշտ Կոմիտասի երգերին ամենամոտիկը Միսակ Մեծարենցի մահաստեղծություն։ Գիտեք, Կոմիտասի երգերը Սայրանի նկարների նման չեն, դենց մեծ, որ Հայաստանը հեռվից տեսնում ես, հա։ Դրանք այն չերևացող Հայաստանը, ոնց որ ասում եմ, մամուռը քարի վրա երգի մեջ չէ, քելեր ցոլեր, իմ յարը ոնց որ արևի տակ քայլում ցոլում է, այդ մանրուքները Հայաստանի այդ նուրբ այդ չերևացող թելերը Միսակ Մեծարենցի մոտ կա շատ արտահայտված, օրինակ աղբյուրի ճամփին, չէ, ընդհանրապես նկարագրում է, որ գնում է աղբյուրի ճամփեն, ոնց է ճակատի ոսկիները զնգում ու դրա այդ բնությունը ոնց է արձագանքում, այդ զնգոցին ոնց է շնչում հողը, այդ նրբությունները 21 տարեկան Մեծարենցը մահացավ։ Սիրելի Կոմիտասյան ստեղծագործությունը ամենասիրելին։ Չէ, տես չկա։ Ինձ համար ես չունեմ ամենասիրելին, տենց բոլոր շեդևրները սիրելի են, դրանք նույն բանն են։ Հա։ Երգ, որը երբեք չեք հոգնում լսել։ Ես չեմ լսում, գիտեք, երգ ընդհանրապես։ Չեմ լսում։ Տենց որ գիտեմ, մեր հեռուստացիը որ լինում է անջատում եմ կամ չեմ լսում։ Իմ մեջ դրանք կան, հնչում են։ Երևի դրա նոր մտածեցի, ինչի չեմ լսում, հա, իմ մեջ կա, ոնց պետք է դա հնչի կա։ Լսել չի նշանակում անպայման արտաքին լսել։ Բոլորովին դա չի, էլի։ Դրա համար չեմ լսում ես։ Համերգները էլ համարյա չեմ գնում, չգիտեմ ինչի։ Չեք գնում։ Չէ։ Հայ կոմպոզիտոր ում գնահատում եք առավելապես։ Դե ասեցի, Արամ Խաչատրյան, Կոմիտաս, Արամ Խաչատրյան։ Իսկ այս օրերի։ Այս օրերի մեր ժամանակակից կոմպոզիտորները, մենք այսօր Մարտուն Իսրայելյան, 87 տարեկանը, Տիգրան Մանսուրյան, Աղարշակ Զաքարյան,
Երվանդ Երկանյան, Արթուր Արոնյան, Վահրամ Բաբայան, շատերի անուններ, որում չեմ տվել չնեղանան, մենք շատ լավ կոմպոզիտորներ ունենք եւ երիտասարդ կոմպոզիտորներ, գիտեք, մենք հարյուրավոր, հազարավոր ստեղծագործություններ կան, որ չեն հնչել։ Մենք բալետներ ունենք, որ չի կատարվել, վաղուց չի կատարվել, չեն կատարվում, սիմֆոնիաներ, հսկայական ժառանգություն են թողել, որովհետև մեր կոմպոզիտորական դպրոցը մոտ 100 տարվա պատմություն ունի, 100 էլ չէ, երևի 50 էլի տենց, եւ այդ կարճ ժամանակում, ի տարբերություն Եվրոպան 100-ամյակների, պիտի անցնեին ամբողջ շրջանը, եւ այդ դասականից առաջվա շրջանի ոճով են գրել, եւ դասական ոճով, եւ հետո 30-ականներին ատոնալ այդ երաժշտություն բանը, որ եկան Շոնբերգը բերեց այդ ոճով, եւ սերիալ երաժշտություն են գրել, եւ եկել են այդ բոլոր ոճերով, ամբողջ ոճերով հա երաժշտությունը անցել է, եւ այսօր հա ժամանակակից երաժշտություններ երիտասարդներ ունենք, որ Ժիրայր Շահրիմանյան երիտասարդա մեր կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյան եւ էլի շատ Աշկելյան ում անունը չեմ տալի հանգարց չնեղանա, որովհետեւ դրա վերջը չի լինի, ես հիմա մեր կոմպոզիտորների անունները որ հաջորդ մեր հարցը, բայց մեր մոտ սենց է, մի բան ասեմ, դա չի նշանակում, որ այդ կոմպոզիտորի բոլոր գործերը լավն են։ Քանի որ մեր երաժշտությունը նոր է զարգանում, ինչ որ կոմպոզիտորի այսինչ գործերն է, որ հատուկ է մեզ, այսինչի այսինչ գործը, այն ինչի այսինչը, այն ինչի այս գործը, գուցե այս կոմպոզիտորի այդ մի գործը մենակ է, այդպես է, տենց, որովհետև նոր է, տենց չի, որ բոլորը ինչ որ գրում է, այդպես է։ Փողոց Երևանում, որը միշտ հիշողություններ է արթնացնում։ Միշտ, դե երևի մեր մորս տան փողոց է, էլի, Ռոստովյան, փողոց 27 շենք։ Ձեր մայրիկներ է տղգնակում։ Հա, մեր տունն էր, որ ես երեխա է։ Մեկ բառ, որը ձեզ համար սուրբ է։ Հայրենիք։ Գիրք, որը փոխել է ձեր աշխարհայացքը։ Էպոս։ Ժամանակաշրջան, որտեղ կցանկանայիք ապրել։ Նախնադարում։ Նախնադարում։ Հա, ես որսուրդ եմ իմ էությամբ մանկությունից, առանց բացատրության։ Սիրել եմ այդ բանը, երևի Քարանձավից է գալի, չգիտեմ։ Եթե հնարավորություն ունենայիք հանդիպել մեկ հայ մեծի հետ, ով կլիներ նա։ Անդրանիկը։ Կոմիտասի հետ հանդիպում եմ։ Երազներում։ Նենց եք հանդիպում։ Անդրանիկը։ Անդրանիկը։ Այո։ Հարց կտայիք։ Չգիտեմ բացատրությունը ինչի։ Ես միշտ իրան զգացել եմ իմ կողքին։ Չգիտեմ առանց բացատրության ինձ ասել են գիտես, այս ինչը պակաս չի, այն ինչը բան չի, դա տեղ չի հարցը։ Կուզեի իրեն։ Որն է ձեր ներսի խաղաղության ձևը։ Որը։ Ներսի խաղաղության ձևը որն է։ Ինչպես եք խաղաղվում։ Երբ օրինակ, չգիտեմ, ջղայնացած եք, հուզված եք, բարկացած եք։ Ջղայնացած եք, չեմ խաղաղվում։ Մնում եմ ջղայնացած։ Բղավում եք։ Այո։ Հաճախ է լինում դա։ Չէ։ Ամեն ինչ լինում է, մարդը ոնց է։ Եթե կյանքը երգ լիներ, որ ժանրի կլիներ։ Դե արդեն կյանքը երգը եղել է ժողովրդական երգը։ Ժանրը է դա եղել հազարամյակներով։ Ինչ խորհուրդ կտաք երիտասարդ արվեստագետներին։ Երիտասարդ արվեստագետներին խորհուրդ կտամ ճանաչել իրենց արմատները, ստեղծագործելիս մոտ լինել այդ արմատին, որովհետև դա կօգնի իրենց ինքնատիպ լինելու, ազգայինին, գույնին։ Ոչ թե դա ասում եմ ուղղակի նրանով, որ ազգայինին խորհուրդ կտամ սենց, հենց ստեղծագործության իրանց համար համաշխարհային բանի մեջ մտնելու համար այսօր ամենից շատ ինքնատիպությունն է պակասում։
Այսօր կոմպոզիտորների մեջ աշխարհում մյուս արվեստը ինքնատիպությունն է պակասում, որ ինքնատիպ լինի, նման են, ինչ որ իրար մի բանի մեջ են, չես տարբերում, սա նայա թե նայա, որ դիմագիծ է։ Իսկ այդ ազգային արմատ ով ունի, ազգային մշակույթ, դա մեծ զենք է իր համար, որ դա օգնելու է իրան, որ ինքը առանձին լինի, ինքը տարբերվի, ինքը ինքնատիպ։ Դա Արաբ Խաչատրյանն էր ասում։ Հենց Առնո Բաբաջյանի մյուսներին խորհուրդ էր տալի, ասում էր, դա ձեզ կօգնի, որ դուք ինքնատիպ լինեք։ Այլապես, եթե ինքնատիպ դիմագիծ չունեցաք, կլինի կրկնօրինակում, որ շատ է լինում ինչ որ բանի։ Այդ խորհուրդ կտամ ստեղծագործողներին, որ ճանաչեն նաև համաշխարհային մշակույթը, անպայման խորհուրդ կտամ լավ մարսեն, լավ իմանան, շատ լավ։ Եթե կոմպոզիտոր է, ինքը պիտի շատ լավ իմանա կոմպոզիտորական համաշխարհային երաժշտությունը եւ գիտեք, մենք այնպես կրթություն ենք ստացել մեր կոնսերվատորիան Երևանի, դա գերմանական կոնսերվատորիա էր, որ նվեր տվեցին Երևանին, որովհետև չկա ուրիշ կոնսերվատորիա, դա գերմանական, եվրոպական դպրոցն է, որ իր ամեն ինչով։ Մենք այն ուսումը, որ ստացել ենք, աշխարհում չկա մի կոնսերվատորիա, որ ինչ որ մի ավել բան են սովորեցրել այնտեղ, ինչ որ մենք։ Եվ ես իրանց խորհուրդ կտամ, որ այդպես խորապես ուրեմն ուսումնասիրեն եւ ազգային եւ գիտեք, ես միշտ ասել եմ մեր երիտասարդ կոմպոզիտորներին էլ, որ մտել եմ, տեսել եմ տունը չկա կոմիտասիատորներ, ասեմ, սես չի լինի։ Դու չես կարող առանց դրա դու քո տանը պիտի լինի դա, դու երաժիշտ ես, քո մասնագիտությունն է։ Եվ վերջին հարցը, ինչ է ձեզ համար Հայաստան բառը։ Դե ասեցի, հայրենիք։ Հայրենիքից մեծ բան մարդկությունը չի հայտնաբերել։ Ամենամեծ բանը աշխարհում, որ մարդկությունը հայտնաբերել է, դա հայրենիքն է։ Դա բացատրություն չունի իհարկե։ Մեկը կարա ասի, գիտես ինչ է, հող է էլի, ուրիշ տեղ էլ է հող, քիմիական բանը, որ բերես ստուգես, կտենաս նույն կազմություն ունի, կարոն հողը, բայց դա բացատրություն չունի, որովհետև ով կարող է բացատրի աշխարհի ամենամեծագույն բնազդը, դա մայրական բնազդն է, որ գործում է բնության մեջից սկսած մինչև մարդկանց մեջ, մարդու մեջ։ Եվ մայրական բնազդը ամենահզոր բնազդն է, որ առայժմ հայտնի է այս եզերքում, եւ զավակը մոր համար կամ ձակը վագրի համար դա դրանից են կողմ ոչ մի բան չկա, բայց միայն հայրենիքի դեպքում է, որ մայրը զավակի ձեռքը զենք է դրել ու ուղարկել մահվան բերան։ Հիմա եթե մորը հարցնես, այդ ո՞նց է լինում, տեսնում ես, ինքը բացատրություն չունի։ Այդ ուժի դեմ բոլորը անզոր են, եւ դա շատ լավ Չապեկը ունի մի հատ պիես, կոչվում է Մայրը, որ հրաշալի է այնտեղ ներկայացրել բոլոր զավակները զոհված վերջի զավակը, երբ որ չի տալել, ասում է տվեցի հայրենիքին, դու չես գնա եւ մորից պատասխան է պահանջում, որ հայրենիքն է վտանգի տակ, դու ինչ, եւ գնում զենքը բերում, տալիս է ձեռքը ու այդ վերջի զավակին ուղարկում։ Մեկ բոլորի մոտ այդպես է, ոչ թե մեր մոտ, բոլոր կարգին մարդկանց մոտ, կարգին ազգերի մոտ հայրենիքն է եւ դրանից բոլոր այն փիլիսոփայությունները, որտեղ չկա հայրենիք բառը, կեղծ են իմ համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Մենք երգով սկսեցինք եւ կխնդրեմ, որպեսզի երգով ավարտենք։ Ինչ երգ է։ Չգիտեմ։ Օրներ ուրբաթ, լուսի շաբաթ, կաշտեր իրենք բալաքավեն, թղթիկ մեգավ ջզիր ու քաղքեն, արին բերին մոգաց միրզեն, հազար ափսոս, մոգաց Միրզեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Լավ, լավ։